Մեր մասով նիստը բացվեց, ընդամենը տևեց մի քանի րոպե եւ ընդմիջվեց 10-15 րոպեից շարունակենք։ Ես անընդհատ ասելու եմ, հիմա էլ եմ ասում, ուրեմն շատ կարեւոր է ընդգծել, որ ես չեմ ուզում ասել վարություն, որ դա վարույթ իրականացնող մարմնի որոշելիքն է, քաղաքական ղեկավարությունը ենթադրում եմ անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսի բացի այն ամեն ինչից, որը մենք տեսել ենք, նաև հետևյալ բանն է արել։ Մեզ արգելել են որևէ տեղեկություն հայտնել, բայց իրենք ինչ ուզում հայտնում են։ Եվ մեզ զրկելով ողջամիտ, այսինքն հանրության դատից, որտեղ երկու դատ կա։ Մի դատը այստեղ է լինելու, մյուս դատը այստեղ է լինելու։ Մեր քաղաքացիները հիմա անընդհատ տեսնում են տեղեկություններ, որոնք որ իրականությանը չեն համապատասխանում, որոնք որ աղճատված են, որոնք որ մեկնաբանվում են այնպես, ինչպես ցանկանում են։ Իսկ մեզ պաշտպաններից, որ մենք տեղեկատվությանը տիրապետում ենք, արգելել են որոշման, որպեսզի մենք այսպես կոչված նախաքննության տվյալներ հրապարակենք։ Սա արդեն իսկ նշանակում է, որ այստեղ մրցամարտ չկա, այստեղ մրցակցություն չկա։ Մեր ձեռքերը կապել են, իրենք ինչ ուզեն կանեն, այսքան բան։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Ես սրա մասին պետք է անընդհատ խոսել, որտեղ նրանք անընդհատ հասարակությանը կերակրում են մանիպուլյացիոն բնույթի տեղեկությունները, որի պատշաճ հերկման հնարավորությունից մեզ զրկել են, խոսքը կարծում եմ միայն ինչ չի վերաբերում, այլև մյուս բոլոր պաշտպաններին։ Ռետորական հարց առաջում, եթե ձեր բերած այդ ձայնագրությունները, իբրև թե ճակերտավոր ապացույցները, եթե անհերքելի են, հրապարակեք, պաշտպանական կողմը իր ասելիք ասի։ Սրա մասին է խոսքը, որ դա ռեպրեսիայի բան է, էլի։ Սա շատ կարևոր է, որովհետև այդ մարդիկ հիմա խնդիր ունեն մեր հեռուստադիտողների մոտ ձեռք բերելու կամ հաստատելու են մոտեցումը, որ այո, այստեղ իրենց ասած ահաբեկչություն է, հատկապես ահաբեկչության վրա են ֆիքսվում։ Մի բան, որը որ բացարձակ ոչ մի կապ չունի իրենց նկարագրած երևույթների հետ։ Ես շատ պարզ ասեմ, այն ամեն ինչը, ինչը որ ես տեսել եմ, իմ մոտ դեժավյու առաջացավ, հետո հիշեցի, որ 2018-ին նույն բաները անում էին ինչ նույն բաներ, այն ինչ որ նկարագրած է այդտեղ, չգիտեմ ճշմարտությունը թե չէ, բայց այնպեսի տպավորություն է, որ իրենց պլաններն են բերել, մի քիչ այնց ռետուշ են արել եւ հանրությանը կերակրում են։ 2018-ի իշխանազավթման ծրագրի տպավորությունն է ինձ թողնում, այն ամեն ինչը ինչով իրենք կերակրում են հանրությանը։ Այսքանը։ Բարի օր։ Ո՞նց է։